Միջև Բրյուսել բոլորը խառնվում են Հայաստանի ներքին գործերին։ Հարգելի ընկերներ, նկատել եք, չէ՞, որ վերջին շրջանում թրենդային է դառել խառնվել Հայաստանի ներքին գործերին, Բաքվից մինչև Բրյուսել բոլորը դրանով են զբաղված։ Մասնավորապես օրերս Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տածել, իրենց դուրը չի եկել այն, որ Հայաստանը հանդգնել է Եվրոմիության հետ համագործակցության փաստաթուղթ ստորագրել, եւ դա բնական է այն առումով, որ երբ որ Հայաստանը զրկվեց Արցախից, հանձնեց Արցախը Ադրբեջանին, նա զրկվեց ռազմավարական, ֆիզիկական, դիվանագիտական խորհրդից, Ադրբեջանը դրանից հետո իրեն թույլ է տալիս ներթափանցել ներհայաստանյան գործեր, դիտարկում է Հայաստանը որպես իր բնական շահերի ապահովման գոտի, այնքան ժամանակ մինչև Հայաստանը չվերածեն արևմտյան Ադրբեջան։ Եվրոմիությունից էլ ասում են, դուք պետք է հրաժարվեք ռուսական էներգակիրներից Մարտակոսն է ասում, Կայա Կալասը Կոչյանում Հայաստանին միանալ հակառուսական պատժամիջոցներին։ Սա ինչ է, եթե ոչ խառնվել Հայաստանի ներքին գործերին։ Ու նկատեք, օրինակ Եվրոպայում շատ ծանր են տանում, որ իրենց վերաբերյալ գնահատականներ են տալիս, մասնավորապես Եվրոխորհրդի նախագահ Անտոնիո Կոշտան շատ ծանր է տարել Դոնալդ Տրամփի մեկնաբանությունը առ այն, որ Եվրոպան քաղաքակրթական ճգնաժամ է ապրում, եւ եթե չփոխի իր քաղաքականությունը, այն կվերանա։ Անտոնիո Կոշտան ասում է, որ իրենք չեն հանդուրժի, որ Եվրոպայի գործերի մեջ խառնվեն, այսինքն դուք չեք հանդուրժում, որ ձեր գործերի մեջ են խառնվում, բայց ուզում եք խառնվեք Հայաստանի գործերի մեջ, երկակի ստանդարտներ։